Ջրաշենի դպրոցում տեղի ունեցած դաժան միջադեպից հետո ծեծի ենթարկված 13-ամյա երեխայի առողջական վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ։ Այս պահին երեխան գտնվում է Երևանում բժիշկների վերահսկողության ներքո։ Դեպքի մանրամասների եւ երեխայի վիճակի մասին Օրագիր Նյուզին պատմել է երեխայի հորաքույրը Տարեջան Ալավերդյանը, որը զբաղվում է նրա խնամքով։ Նրա խոսքով երեխան աստիճանաբար գիտակցությունը վերականգնում է եւ դեռ ամբողջությամբ չի հիշում կատարվածը։ Մենք եղել ենք հիվանդանոցում, երեխուն որ բերել են շտապօգնության մեքենայով։ Այնտեղ տարել են ներս, բժիշկը երեխուն ներքին օրգանները ստուգել է, երեխու մոտ առաջացել է վարիկոզ։ Այսինքն ձվանի մոտ այդ ուռուցքերը երեխուն խփել են, ես չգիտեմ, առաջացել է, թե բախից առաջացել որ խփել են երեխուն։ Տարել են ներս, մեզ չեն թողել, ասես մի հոգին պետք է գնա կամ հենա գնալու կամ մերը։ Երեխեն նոր խելքի ա գալի, նոր ես հարցել եմ տալի, երեխես պատասխանում է, որ իրան բռնել են երկու հոգի հետևից, մեկը քաշել է կապիշոն է երեխու հետևի գլխից, որ չտենան ովքեր են։ Այն երրորդները արդեն սկսել է հարվածել երեխուց։ Քանի հոգի են ընդհանուր եղել։ Դե ընդհանուր երևի դա արդեն կոչվում է խմբակային։ Քանի հոգի են։ Ասում եմ մի քանի հոգի են, տարբեր տեղերից ձեռները գալիս են, չի իմացի երեխեն, որովհետև կռացած տեղանը դա երեխուն գցել են ու սկսել է խփել։ Դա սա միջոց է եղել, բայց դուրսը ներսից փակել են, որ մուտք չգործի ոչ մի ուսուցիչ իրանց գոռոցից, ոչ մի ուսուցիչ մուտք չգործի, որ չտենան ինչա կատարվում ներսը։ Միայն են վայրն են եկել, որ արդեն երեխես գետնի վրա անգած, երեխուց արդեն չարթուփշուր են արել իրանք։ Հորաքրոջ փոխանցմամբ երեխայի մոտ արձանագրվել են դեմքի եւ գլխի շրջանում կոտրվածքներ եւ դեռ պարզ չէ, քանի փուլով վիրահատություն կպահանջվի։ Սկսեմ այդտեղից քթի միջապատն են կոտրել, ակնա պատի, ստորի պատի կոտրվածք ձախից, այսինքն աչքի տակը։ Այո։ Ոսկորնա, դա արդեն դու գիտեք դա ինչ է։ Պատի կոտրվածք ձախից էս աստեղ տալիս է։ Իմ աստեղ էպիկրիսի մեջ տալիս է, որ հələ որ վիրահատությունը, հիվանդության ընթացքը դել գործի մեջ է մեկի բուժումը։ Բժիշկը երեք տողը բացաթող է, որ երկու շաբթի օր արդեն հասկանանք երեխու մոտ էլ ինչ խնդիրներ կլինեն։ Չի կարում հաց ուտի երեխես։ Ինքը նիհար է, բայց ուտող երեխա է։ Ծնոտը թույլ չի տալի, ցավացնում է ծնոտը, երեխես չկարողանում հաց ուտել։ Դառնալ մենակ պայտակ գիտեք ոնց կարող է ես հարցեր տամ, ասենց ուշադրի նայում ինձ իմ հարցերին ինքը չպատասխանի, հետո նորից գոռամ ասեմ Ալբերտ ջան, մի հատ հա դարե հոգոր, հասկացար, պայտակ ինքը անջատում է, պայտակ հետա գալ երեխես։ Դեպքի վերաբերյալ Օրագիր Նյուզը զրուցել է նաև երեխայի մոր հետ։ Նա նշում է, որ ծեծը տեղի է ունեցել դասամիջոցի ընթացքում եւ պնդում է հիմնական հարվածողը հայտնի է։ Դեպքն եղել է դասամիջոցին, իմ երեխուն ծեծել են դասամիջոցին, վնասված հասցրել են դասամիջոցին։ Ինչ եղել է այդ ժամանակ ա եղել։ Ես իմ երեխուն վատ վիճակով հասցրել եմ հիվանդանոց։ Իմ երեխեն ունի գանգուղեղային խնդիր, ունի կոտրվածքներ, որ այդ պատասխանը պետք է տա անող մարդը։ Էձիկն է հասցրել իմ երեխուն այդ վիճակի, Էձիկը պետք է պատասխան տա իր համադասարանցին, իսկ ինչ մնում է դասատվեքին տնօրենությանը, ես շատ գոհ եմ։ Իրանք անչափ լուրջ աշխատող մարդիկ են, շատ հոգատար մարդիկ են, մանավանդ մեր տիկին Արմինեն, տիկին Մխիթարյանը, իմ տնօրենը, իմ դասղիկն էլ, ընկեր Հովանիսյանը, իմ տղի դասղիկն է, անչափ հոգատար, անգամ ինքն է վատացել, ինքն ամեն օր լացում, այն ապրումը, որ ինքն է ապրել իմ հետ հավասար, ասենք էդի աննկարագրելի բան է։ Էդի անպատասխան չի մնալու, էդի ես մայրն եմ, ես եմ ասում ու մինչև վերջ գնալդիմ, Էձիկը պետք է պատասխան տա իմ երեխու այդ նման վերաբերմունքի համար։ Դեպքի առնչությամբ առանց տեսախցիկի առկայության պարզաբանում է տվել նաև Ջրաշենի դպրոցի տնօրեն Արմինե Մխիթարյանը։ Նա նշում է, որ միջադեպը տեղի ունեցել դասամիջոցի ընթացքում շատ կարճ ժամանակահատվածում, երբ ուսուցիչը դուրս է եկել դասարանից, իսկ դասղեկը դեռ չէր հասցրել վերադառնալ հարկից։ Օրագիր Նյուզի հետ զրույցում տնօրենը հայտնել է, որ դպրոցը անմիջապես արձագանքել է, տեղեկացրել է ծնողներին եւ շտապօգնություն կանչել։ Երկրորդ դասաժամը ավարտվել է, երբ ուսուցիչը դուրս է եկել դասարանից, եղել է այդ ժամանակահատվածում է եղել, մինչև դասղեկը, այսպես ներքին պայմանավորվածություն կա, ներքին կարգապահական կանոնով, դասամիջոցին յուրաքանչյուր դասղեկ անկախ հերթապահությունից մոտենում է իր դասարանին։ Մինչև երկրորդ հարկից իջել է առաջին հարկ մոտենա իր դասարանին, այսինքն ընդհանուր երևի թե րոպե ու կես է տևել, նման դեպք է պատահել։ Տնօրենը նաև անդրադարձել է հսկողության եւ պատասխանատվության վերաբերյալ հարցին, նշելով, որ դպրոցում գործում է հերթապահության սահմանված կարգ, իսկ դեպքի հանգամանքները ներկայում քննվում են, ուստի մանրամասներ չի կարող հրապարակել։ Եթե մենք զանգել ենք ծնողներին, եթե մենք զանգել ենք
պոլիկլինիկա, եթե մենք երեխային ուղարկել ենք շտապօգնություն, որևէ բան թաքցնելու միտում միանշանակ չենք ունեցել։ Հետքերը չեք մաքրել, Ինչի հետքերը։ ասենք չգիտեմ գուցե Որևէ հիմա դուք նորից հարցեր եք տալիս, եկել են, նայել են, որևէ բան թաքցնելու միտում չունենք, առաջինը երեխայի առողջությունն էր, կարծում եմ ցանկացած գիտակից մարդու համար կարևորը դա էր։ Դեպքի հանգամանքները ներկայումս ուսումնասիրվում են իրավապահների կողմից։ Ադրինե Թորոսյան, Մերի Հակոբյան, Օրագիր Նյուս։